Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Ավելի քան 4 ժամ տևած դատական նիստ, ինչ որոշում է կայացրել դատարանը Սամվել Կարապետյանի գործի վերաբերյալ։ Քաղաքական կրակոցներ, սուր փոխադարձ մեղադրանքներ ու սպառնալիքներ խորհրդարանում, ինչու է Ռուբեն Ռուբինյանը ընդդիմությանը անվանում պատերազմի եռագլուխ, ինչով է հակադարձում Արծվիկ Մինասյանը եւ ինչու է Նիկոլ Փաշինյանը լքում դահլիճը բանավեճի թեժ պահին։ Արևմտյան Ադրբեջան խորագրով նախագծերը դուրս են գալիս մշակութային դաշտից ու դառնում քաղաքական ուղերձ, ինչ նպատակ է հետապնդում այս նարատիվը, ինչու է Բաքուն ակտիվացնում վերադարձի գաղափարը եւ ինչու է սպասում առաջիկա խորհրդարանի ընտրությանը։ Իրանը բացել է Հորմուզի նեղուցը, ինչ է հայտարարել Թրամփն ու ինչպես այն ազդել նավթի գնի վրա։ Չվերթերը կրճատվում են, տոմսերը թանկանում, Եվրոպայում ավիավառելիքը կարող է սպառվել ընդամենը շաբաթների ընթացքում։ Ավելի քան 4 ժամ տևած նիստից հետո դատարանը հրապարակեց որոշումը։ Սամվել Կարապետյանը եւս 3 ամիս կշարունակի մնալ կալանքի տակ։ Դատարանը վերացրեց Սամվել Կարապետյանի հրապարակային ելույթ ունենալու արգելքը։ Արգելվում է շփվել եւ հյուրընկալել միայն մի քանի անձանց։ Անուն-ազգանունները նշել է դատավոր Վահե Դոլմազյանը։ Դատական հաջորդ նիստը ապրիլի 30-ին է։ Սամվել Կարապետյանը դատական նիստից հետո հայտարարեց, որ այս իշխանությունից ուրիշ որոշում անհնար էր սպասել։ Ինչ վերաբերում է ընտրության ուժեղ Հայաստանի շանսերին, Կարապետյանը դրանք գնահատում է 100%։ Պայքարն իրականացնել։ Ոնց եք պատրաստում կդային կալանք։ Դուք ինձ կօգնեք։ Շարունակում է ձեր անազատությունը եւ նահանջելի տեղ իշխանությունը այսպես ասած չունի, ասում է չունի։ Իսկ ինչն է հետահոգությունը Դե իրենց հասցրեք, ես ինչ գիտեմ, վախենում եմ։ Այս հանրային հետաքրքրությունը ձեր անձի հանդեպ նաեւ միջազգային հարթակներում կարող այսօրվա իրավիճակում։ Դուք եք փոխելու, դուք։ Պարոն Կարապետյան, Ձեր ակտիվությամբ, համառությամբ։ Հիշեցնեմ, որ Սամվել Կարապետյանին մեղադրում են իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հանցավոր ծագում ունեցող միջոցներ օրինականացնելու համար։ Նարեկ Կարապետյանը դիմել է իրենց աջակիցներին շեշտելով, որ տնային կալանքը երկարացրել են վախից։ Մեզ, մեր հանրության ակտիվ մասին, այն մասին, ով տեսել է Փաշինյանի դեմքը, մի բան է մնում, ժողովուրդ, պայքարել, մեր առաջնորդը, այն առաջնորդը, որ փոփոխություն պետքա բերեր, եւ պետքա բերի, նա հնարավորություն է ունենալու, հանդես գա հայտարարություններով, եւ մենք պետքա բոլորս ազգովի, մեր ազգի ակտիվ անդամների միջոցով իրար հետ պայքարենք, 2 ամսվա ընթացքում խոսենք բոլորի հետ, առաջնորդը մեր իր ճանապարհով, իր անցած ճանապարհով, իր տեսակով մեր համար լավ հենք է, որ մենք փոփոխությունը բերենք։ Մինչ դատարանը քննում էր գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը, դատարանի բակում Կարապետյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիային անում նրա կուսակիցներն ու համախոհները։ Մի պահ վիճակը լարվեց, քաշքշոց սկսվեց ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև։ Քաշքշոցը սկսվեց, երբ ոստիկանները որոշեցին բացել ճանապարհը, ու քանի որ քաղաքացիները ճանապարհը չէին բացում, ոստիկանները հրելով հեռացրին նրանց այդ հատվածից, որից հետո սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին։
Տեղափոխվենք խորհրդարան, որտեղ երրորդ օրն է քննարկում էին կառավարության 2025-ի կատարողականը։ Սակայն նիստը միայն հաշվետվության մասին չէր։ Ռուբեն Ռուբինյանը ընդդիմությանը մեղադրեց վտանգավոր օրակարգեր առաջ տանելու համար, նրանց բնորոշելով որպես պատերազմի եռագլուխ։ Ընդդիմությունն անմիջապես հակադարձեց։ Արծվիկ Մինասյանը խոսեց բազմագլուխ ընդդիմության մասին, պնդելով, որ իշխանությունն իրականությունից կտրված գնահատականներ է տալիս։ Քննարկումն առավել թեժացավ, երբ Սեյրան Օհանյանը բարձրացրեց 44-օրյա պատերազմի թեման, պահանջելով հրապարակել զեկույցը, կոշտ հարցադրումներ հնչեցնելով իշխանության հասցեին։ Լարվածության գագաթնակետին Նիկոլ Փաշինյանը լքեց նիստերի դահլիճը, իսկ իր եզրափակիչ ելույթում արդեն անցավ քաղաքական կոշտ հայտարարությունների։ Այսպիսով հաշվետվության օրը դարձավ ոչ թե պարզապես ամփոփում, այլ նախընտրական պայքարի մեկնարկ, բաց եւ սուր ձևակերպումներով։ Քարորյա նստաշրջանի վերջին նիստն ամփոփ ռեպորտաժում։ Չլսված ու չտեսնված սիրո խոստովանություն է հնչել խորհրդարանում կառավարության կատարողականի ներկայացման ժամանակ։ Ես պետք է խոստովանեմ եւ ես ընդհանրապես չեմ երեսպաշտություն չեմ անում, անկեղծ եմ ասում։ Արծվիկ Մինասյանը իմ սիրած դաշնակցականն է բոլոր ժամանակների։ Որովհետեւ այդ մարդը ազնիվ է, մարդը ստեղից եկավ, ասեց Ժորժ ջան, մենք բոլորս իրար հետ ենք։ Սամվել Կարապետյանն էլ, Քոչարյանն էլ, Սերժ Սարգսյանն էլ։ Մարդը ազնիվ է։ ԿՊԱ-ական Ռուբինյանն իր ելույթում քննադատել է ընդդիմությանը ներկայացնելով նրանց ծրագրերը։ Անդրադառնալով Դաշնակցության 004 շրջաբերականին, պնդել է, որ դրանում տեղ գտած դրույթները վտանգավոր են Հայաստանի ինքնիշխանության համար։ Հետո խոսել է այսպես կոչված պատերազմի եռագլուխի մասին, այդպես բնորոշելով Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Հայ հեղափոխական դաշնակցության շուրջ ձևավորված քաղաքական բևեռը։ Արծվիկ Մինասյանը հակադարձել է Ռուբեն Ռուբինյանի եռագլուխ ձևակերպմանը, հեգնելով, որ իրականում խոսքը բազմագլուխ ընդդիմության մասին է։ Եռագլուխ բառը երևի շփոթել է, գոնե պետք է ասեք բազմագլուխ, որովհետև ձեզ հաջողվել է այս տարիների ընթացքում ճնշող մեծամասնությանը հասարակության դարձնել ընդդիմադիր։ Մինասյանի խոսքով հասարակության մեծ մասը դարձել է ընդդիմադիր եւ այդ մարդկանց պատերազմի կողմնակից ներկայացնելը իրականությունից հեռու է։ Ես հասկանում եմ, որ միագլուխ կործանման բերած, աղետներ բերած ուժին փորձում եք իբր այսպես քանակական բաներ առաջ բերել, թվեր ներկայացնել, իրականությունը ցավոք սրտի այդպես չէ։ Պատերազմ բերողնել եք դուք, պատերազմ բերացնել եք դուք, աղետներ բերացնել եք դուք, կորուստներ բերացնել եք դուք եւ շարունակաբար բերելու եք դա, եթե դուք մնաք իշխանության։ Որպես հակադարձում Ռուբինյանի մեղադրանքներին ու 004 շրջաբերականի վերաբերյալ ԱԺ փոխնախագահի մեջբերմանը Արծվիկ Մինասյանը ներկայացրել է ԿՊ-ի տարբեր թվականների ծրագրերն ու զեկույցները, ընդգծել, որ դրանք իրար հակասում են եւ չեն արտացոլում իրական արդյունքները։ Սիրելի հայրենակիցներին, ձեռքում է այս կառավարության ծրագիրը եւ զեկույցները։ Այստեղ միակ բանը, որ նման է այս բոլոր գրքույկներն իրար, այս գույներն է, որ տրենդային գույն է, հա, անդրացիտ եւ կապտա մանուշակագույնին խփող, ուրիշ ոչ մի նմանություն չկա այս փաստաթղթերի մեջ։ Ոչ ծրագիրն է անպատասխանում է զեկույցներին, ոչ անգամ զեկույցներից յուրաքանչյուրի տարվա զեկույցն է անպատասխանում հաջորդ տարվա զեկույցներին։ Դաշնակցական Արթուր Խաչատրյանն էլ պարզ փաստերի համադրությամբ պնդել է, որ Փաշինյանի կուսակցությունը ժողովրդին խաբել է։ Այս երկու գրքույկների մեջ որևէ կապ չկա։ Սակայն Նիկոլ Փաշինյանը վերջապես խոստովանեց, որ որևէ կապ չկա ձեր նախընտրական ծրագրի հետ 116 էջ ամբողջը չեմ տպել, բայց վստահ եմ սա ձեզ ծանոթ է։ Բայց ինչի մեջ, որովհետև ոչ սրա մեջ կապ կա, ոչ սրա մեջ կապ կա, ոչ սրա մեջ կապ կա, վերջը, ինչ ծրագիր եք իրականացրել։ Մարդը խոստովանեց, որ մի բան խոստացել են, ուրիշ բան արել են։ Կոպիտ ասած ժողովրդին խաբել են, գցել են։ Հայաստան խմբակցության ղեկավար Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում առանձնահատուկ անդրադարձել է 44-օրյա պատերազմի ընթացքում բանակի եւ գեներալների թեմային, կոշտ հակադարձելով իշխանության մեղադրանքներին։ Պարոն Փաշինյանը ասում է, որ գեներալները փախել են։ Ազգային ժողովի ղեկավարությունը, падգամավորները եկել էին այնտեղ եւ անհրաժեշտություն կար մոբ ռեսուրսի, ովքեր որ այս կամ այն պատճառով լքել էին մարտական գործողությունների դաշտը, այսպես պետք է ասեմ, լայախ չարեցին գոնե մի քանի ժամով կամ գնան աշխատեն այդ մոբ ռեսուրսի հետ։ Թողին փախան, մի ով է փախել։ Հիմա գեներալներն են փախել, թե ազգային ժողովի այն падգամավորները, որոնք որ այնտեղ են եղել, որոնց մի քանիսին ես նաև ճանաչում եմ։
Օհանյանը նաև պահանջել է հրապարակել 44-օրյա պատերազմի զեկույցը, հիշեցնելով, որ դա պահանջում են ինչպես զոհվածների հարազատները, այնպես էլ հասարակությունը։ Օհանյանի սուր դիտարկումները դուր չեն եկել Փաշինյանին, երբ խմբակցության ղեկավարը խոսում էր Արցախի ինքնորոշման եւ բանակցային գործընթացի տապալման մասին, Նիկոլ Փաշինյանը լքել է նիստերի դահլիճը, որի հիմքում Արցախի ինքնորոշումն է եղել։ Իսկ առաջարկությունը փողզիջումային տարբերակի ուղղակի ծալել դրել եք չգիտեմ որտեղ։ Սեյրան Օհանյանը նաև կոշտ հարցադրում է հնչեցրել ակնարկելով Ադրբեջանի հետ հնարավոր պայմանավորվածությունների մասին։ Դուք ասում եք, եթե ես չլինեմ պատերազմա լինելու։ Պատերազմը լինելու է ինչ որ բանի համար, չէ՞, եթե լինի։ Ինչ որ բանի համար Ադրբեջանը միջանցք, չգիտեմ, տարածքներ, սահմանադրության փոփոխություն։ Եթե դուք լինեք, չի լինելու։ Այդ նշանակում է դուք պայմանավորվել եք, որ առանց պատերազմի եք այդ ամեն ինչը տալու։ Օհանյանի ելույթից հետո վրդոված Փաշինյանը անդրադարձել է իր հասցեին հնչող մեղադրանքներին, իբր գաղտնի պայմանավորվածություններին, հայտարարելով, որ բոլոր հիմնական պայմանավորվածությունները հրապարակային են եւ հասանելի հանրությանը։ Հա, պարզ չի, որ ունենք պայմանավորվածություններ, այդ պայմանավորվածությունները ստորագրված, նախաստորագրված, մի մասն է վավերացված այդ պայմանավորվածությունների։ Բա հենց այդ է, որ դուք ձեր ամբողջ քաղաքականությունը այդ պայմանավորվածությունների դեմ է, որը խաղաղության եւ կայունության անկյունակարն է, հիմքն է, այդ հիմքը, որ տակից քաշվեց, խաղաղությունն ու կայունությունը փլուզվելու է։ Իր եզրափակիչ ելույթում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նախկին ներկա բանավեճը հաղթահարելու մի տարբերակ կա։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ուժեղ Հայաստան դաշինքը եւ ԲՀԿ-ն չպետք է հաղթահարեն անցողիկ շեմը, իսկ ելույթի վերջում սպառնացել է։ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը առաջին նախադեպային որոշումը կայացրել է եւ համոզված եմ դրանով շատ ձեզ հայտնի շրջանակների բոմժ դառնալու process-ը այլևս անշրջելի է։ Շնորհակալ եմ։ Իսկ վերջում ընդդիմությունը մի հստակ փաստ է արձանագրել ու նշել, որ անկախ Փաշինյանի ու թիմակիցների սպառնալիքներից շարժվում են հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ։ Իսկ արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը խոսել է նոր սահմանադրության մասին։ Նրա խոսքով սահմանադրության տեքստը պատրաստ է։ Քննարկումների փուլ է այժմ ու երբ որոշվի, որ պատրաստ է հրապարակման, կհրապարակվի։ Ինտրիգ չկա։ Ինչ ասել է։ Ինտրիգ չկա ընդհանրապես, ես ասում եմ այն, ինչ ուզում եմ։ Եվ ասում եմ հետևյալը, տեքստը կհրապարակվի, չկա որևէ ինտրիգ եւ դուք եւ մեր սիրելի ժողովուրդը կտեսնի տեքստը, կծանոթանա դրան եւ կանի համապատասխան առաջարկներ։ Իսկ Թուրքիայում միաժամանակ երկու միջոցառումներ ընթանում, որոնց ներկա են նաև հայ պաշտոնյաները։ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։ Կողմերը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման շրջանակում վերջին գործընթացները, ներառյալ խաղաղության եւ կայունության ամրապնդման ուղղված քայլերը, նաև առևտրային կապերի հաստատումն ու ընդլայնումը։ Մինչ խորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ շփվել է նաև Թուրքիայի խորհրդարանի ազգային ժողովի նախագահ Նումար Քուրթուլմուշի հետ։ Թուրք պաշտոնյան առաջարկել է Հայաստանին ներառել Թուրքիա-Վրաստան Ադրբեջան ձևաչափում, նպաստելով տարածաշրջանում խաղաղության ու կայունության զարգացմանը։ Հիկմետ Հաջիևն էլ հայտարարել է, որ հակամարտությունն ավարտված է եւ տարածաշրջանը մտել է խաղաղության փուլ։ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորումը հստակ նշանակություն ունի տարածաշրջանային տեսանկյունից։ Հակամարտությունն անցյալում է։ Հակամարտությունն ավարտված է, բայց պահանջների ցուցակը ընդլայնվում է, ձեռագիրը մնում նույնը, սակայն փոխվում է հրետորաբանությունը։ Արարատի պատկերով ցուցահանդեսը Ադրբեջանում առաջին հայացքից մշակութային նախաձեռնություն է թվում, բայց մասնագետներն այն դիտարկում են որպես ավելի լայն քաղաքական գործընթացի մաս։ Այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան գաղափարախոսությունը ըստ փորձագետների տարիների ընթացքում ձևավորվել է որպես համակարգված ծրագիր, սկսած տեղանունների խեղաթյուրումից կրթական ու մշակութային նախաձեռնություններ։
Նման քայլերը պատահական չեն, դրանք ձևավորում են այն հիմքը, որի վրա հետագայում կարող են առաջադրվել նաև քաղաքական պահանջներ։ Միևնույն ժամանակ գործընթացը կարծես ժամանակավորապես դանդաղել է, մինչև Հայաստանում կայանալիք ընտրության արդյունքը պարզ դառնա։ Այսինքն խոսքը միայն մշակութային ցուցադրությունների մասին չէ, այնինչ տեղի է ունենում այսօր կարող է ձևավորել վաղվա քաղաքական օրակարգը։ Թեման ուսումնասիրել է Անահիտ Սարգսյանը։ Արարատի նկարն է ցուցադրվում Արևմտյան Ադրբեջան խորագրով ցուցահանդեսում։ Նկարիչը Ալի Իսմայիլ Ալիևը տոգորված է իր նկարներում պատկերված տարածքներ գալու գաղափարով։ Ապրիլի 16-ից 18-ն է այդ Արևմտյան Ադրբեջան կեղծ նարատիվի հերթական ցուցահանդեսը իրականացվում Բաքվում։ Ըստ էության այնտեղ հերթական անգամ այդ էքսպանսիոնիստական դրսևորումներն են տեղանունների եւ ոչ միայն նման դրսևորումներով։ Տեսանք նաեւ Մասիսի, Սիսի պատկերները իրենց հրապարակումներում այնտեղ նաեւ հրատարակվել է եւ այսպես ասած շնորհանդեսն է տեղի ունեցել Երևանում ադրբեջանական կրթության վերաբերյալ։ Վերջին օրինակներից մեկը Արևմտյան Զանգեզուր կոչվող տեղանունների բառարանի ստեղծումն է, որն Արևմտյան Ադրբեջան կազմակերպության ղեկավար Ազիզ Ալեքբերլին բնորոշում է որպես հոգևոր վերադարձ պատմական տարածքներ։ Փորձագետների գնահատմամբ նման ձևակերպումները պատահական չեն։ Դրանք նախապատրաստում են հողը նաև քաղաքական եւ հնարավոր ֆիզիկական պահանջների համար։ Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը նշում է. վերջնանպատակը Հայաստան հասնելն է։ Մարդը հստակ 300,000 թիվը նշել է, այսինքն այն 300,000 հոգուց բաղկացած ցուցակ պետք է կազմակերպեն։ Այդ մարդկանց վարժեցնում են։ Պատկերացրեք դիվերսիոն խումբ է։ Արևմտյան Ադրբեջանի եւ հավաքական վերադարձի նարատիվը նոր չէ։ Մասնավորապես կազմակերպությունը կա 1989 թվականից, սակայն 44-օրյա պատերազմից հետո Բաքուն պատմական նարատիվների որոշակի փոփոխություն արեց։ 22 թվականի օգոստոսին է ձևավորվել համայնքը, դեկտեմբերին Ալիևի հայտարարությամբ, այսպես ասած, նշվում է նրա ուրեմն մեկնարկը, որտեղ ինչպես ինքը ասեցի նորից հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության տարածքը ադրբեջանական պատմական հող է եւ իրենք պետք է վերադարձի օրակարգ ձևավորեն։ Արևմտյան Ադրբեջանի այս ծրագիրը դեռևս պասիվ փուլում է արտաքին քաղաքականության տեսանկյունից։ Մի փոքր լռում են հասկանալու համար ընտրության արդյունքները։ Կփոխվի արդյոք Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունը, թե ոչ։ Ըստ դրա էլ կշարունակեն իրենց գործունեությունը եւ հստակորեն կձևավորեն քաղաքական օրակարգը։ Հատկապես վերջին շրջանում, երբ որ Ադրբեջանի իշխանությունները առավել զուսպ են իրենց քաղաքական խոսույթում, այսինքն նույն Արևմտյան Ադրբեջանի կեղծ նարատիվը եւ մյուս հնարավոր բոլոր իրենց օրակարգերը այս պահին չեն բարձրաձայնվում պետական մակարդակով, սակայն այս ուրեմն համայնք կոչվածը, Արևմտյան Ադրբեջան համայնք կոչվածը այս պահին ծառայում է այդ նարատիվի առաջ մղողը, մինչեւ որ ընտրությունների արդյունքները Հայաստանում պարզ կլինեն։ Ադրբեջանական մեդիադաշտը հատուկ աշխատում է հայկական տարածքները ադրբեջանական ներկայացնելու կեղծ թեզերը տարածելով։ Միայն Բաքու TV իրենց լրատվական գործակալության YouTube-յան հարթակում ավելի քան 880 տեսանյութ կա այդ խորագրով։ Ազերթաջ լրատվականը ավելի քան 200 հրապարակում ունի վերջին ուրեմն հունվարից սկսած ժամանակաշրջանի վերաբերյալ այդ կեղծ նարատիվի շուրջ, այսինքն ցուցահանդեսներ լինեն, հանդիպումներ լինեն կամ պարզապես հայտարարություններ լինեն, հիմնական տարածողն է այդ Ազերթաջ լրատվականը, այնտեղ AzTV-ն կա եւ մյուս ուրեմն հեռուստաընկերությունները։ Ադրբեջանում վերջին տարիներին հետևողականորեն ընդլայնվում է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան խոսույթը վերածվելով պետականորեն խրախուսվող գաղափարախոսության։ Ադրբեջանագետը նաև նշում է, որ տվյալ խոսույթն այնքան հեռու է իրականությունից, որ միջազգային հարթակներում ուղղակի կարող է դառնալ ծաղրանքի առարկա։ Ամենակարևորը այդ հարցը միջազգային հարթակներում պետք է բարձրացնի Հայաստանը, ինչը Հայաստանը չի անում։ Բացի տեղանունների բառարաններից, Երևանի պետական ադրբեջանական դրամատիկական թատրոն, դպրոցներում Արևմտյան Ադրբեջանի թեմայով էսսեների եւ շարադրությունների մրցույթներ, բազմաթիվ գրախոսություններ, սեմինարներ։ Արևմտյան Ադրբեջան անունով մի մեծ նախագիծ, որին ներկայիս իշխանությունը չի հակադարձում։ Այս ամենն ըստ մասնագետների ցույց է տալիս, որ խոսքը ոչ թե առանձին նախաձեռնությունների, այլ երկարաժամկետ եւ համակարգված քաղաքականության մասին է։ Սա նշանակում է մեկ բան. խաղաղության մասին խոսելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև իրական գործընթացները, որոնք ձևավորվում են Ադրբեջանի ներսում։ Անահիտ Սարգսյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Լիբանանում հրադադարով պայմանավորված Հորմուզի նեղուցով բոլոր առևտրային նավերի անցումը լիովին բաց է հրադադարի ժամանակահատվածում, համաձայնեցված երթուղով։ Reuters գործակալությունն էլ հայտարարել է, որ նավթի գինը մոտ 9%-ով նվազել է այն բանից հետո, երբ Իրանը հայտարարեց, որ բոլոր առևտրային նավերի համար Հորմուզի նեղուցով անցումը բաց է։ Սակայն նեղուցի բացումից ժամեր առաջ Եվրոպան լուրջ խնդրի առջև էր կանգնած։ Զգուշացնում էին, եթե չբացվի նեղուցը, եվրոպական երկրները կարող են բախվել ավիավարելքի լուրջ դեֆիցիտի։ Արդեն հիմա խոշոր ավիաընկերությունները կրճատում են չվերթերը, իսկ ավիատոմսերի գները սկսում են աճել։ Տնտեսագետների գնահատմամբ գործընթացը միայն Եվրոպայով չի սահմանափակվելու։ Ավիավարելիքի թանկացումը կարող է շղթայական ազդեցություն ունենալ, բարձրացնելով տրանսպորտի, բեռների եւ ի վերջո սպառողական ապրանքների գները։ Թեման ուսումնասիրել է Սեդակ Յուրեղյանը։ Եվրոպայում մնացել է ընդամենը 6 շաբաթվա ավիավառելիք։ Այս մասին միջազգային էներգետիկ գործակալության ղեկավարն է հայտնել հարցազրույցում։ Ֆաթիհ Բիրոլի պնդմամբ բազմաթիվ եվրոպական երկրների ղեկավարներ անձամբ իրեն են ահազանգել այս մասին։ Եթե մենք չկարողանանք բացել Հորմուզի նեղուցը, կարող եմ ձեզ ասել, որ շուտով կլսենք այն լուրերը, որ A քաղաքից B քաղաք չվերթի մի մասը կարող է չեղարկվել ավիացիոն վառելիքի պակասի պատճառով։ Լուրերն արդեն տարածվում են։ Միայն 160 չվերթ կրճատել է նիդերլանդական KLM-ը։ Եվրոպայում ամենաէժանը համարվող Ryanair-ի թռիչքների 5-ից 10%-ն այս ամառ դուրս է եկել չվացուցակներից։ 4000 վարչական աշխատողի, 27 քաղաքային եւ 6 միջմայրցամաքային թռիչք էլ գերմանական Lufthansa-ն է սկսել կրճատել։ Կերոսինի եւ դիզելի գները համաշխարհային շուկաներում 2 անգամ աճել են, սա բերում է նրան, որ շատ օդանավականներ, որոնք արդեն իսկ այս խնդիրների մեջ են, որովհետեւ օդային ուղիները սահմանափակվել են շատ եւ ասենք եթե առաջ 5 ժամ էր տևում օդային թռիչքը, հիմա 7 ժամ է տևում, ել ավելի մեծ խնդիրների առաջ են կազմում։ Կերոսինի գինը համաշխարհային շուկայում մոտ 2 անգամ բարձրացել է։ Եթե Իրանի վրա հարձակման օրը կերոսինի տոննան $730 արժեր, այսօր գինը հասել է $1300։ Սրա հետևանքը ոչ միայն ուղղությունների կրճատումն է, թռիչքների տոմսերն են սկսել թանկանալ։ Մինչ Հայաստանի վարչապետը հայտարարում է Գյումրիի լեռնակա թռիչքի աննախադեպ գների մասին, 900 դրամով Գյումրի լեռնակա ավիատոմսկա տնտեսագետները չեն բացառում, ընդհանուր թանկացման ազդեցությունը Հայաստանի վրա եւս զգացվելու է։ Խաղավիացիայի կոմիտեից փաստում են, որոշ ուղղություններով գների բարձրացում արդեն նկատելի է ոչ միայն դեպի Եվրոպա, այլ նաեւ դեպի տարանցիկ այլ երկրներ։ Մինչդեռ այդ բացասական ազդեցությունը միանշանակ չէ։ Տարածաշրջանային լարված իրավիճակը փոխել է ավիափոխադրողների ուղղությունը դեպի հյուսիս։ Կարող ենք մոտակա ժամանակատում տեսել մոտավորապես 30% կրճատում բոլոր աշխարհի ավիաուղղությունների եւ բավականին թանկացում։ Սակայն քանի որ ասենք մեր երեք պետությունները անդրկովկասյան դարձել են միակ օդային ճանապարհը, որը կապում է ասիական երկրների, եվրոպական երկրների հետ, մեր տարածաշրջանով անցնող չվերթների քանակությունը չի կրճատվում, սակայն գինը բարձրանալու է։ Տնտեսագետը կանխատեսում է, եթե Հորմուզի նեղուցը չբացվի, սնանկանալու են բազմաթիվ ավիաընկերություններ։ Տարածաշրջանային իրավիճակը խնդրի առաջ է կանգնեցրել ոչ միայն եվրոպական երկրներին։ Աշխարհում ամենամեծը համարվող Դուբայի ավիացիոն հանգույցները խափանումների պատճառով օրական միլիոնավոր դոլարների կորուստներ են ունենում։ Սեդակ Յուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շահարան հայտարարել է, որ 3 վերջին ամերիկյան մեքենան կամ բեռնատարը լքել է Սիրիայի տարածքը։ Նրա խոսքով Սիրիայի հյուսիս-արևելքն այժմ ազատ է որևէ օտարերկրյա բազայից։ Ավելի վաղ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Սիրիայի բոլոր ռազմաբազաները, որտեղ նախկինում գտնվում էին ամերիկյան զորքերը, անցել են սիրիական բանակի լիակատար վերահսկողության տակ։ Այն ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերը եթերում կլինի վաղ ժամը 12-ին, շնորհակալություն ուշադրության համար, բարի գիշեր։